Ողջույն սիրելի ընկերներ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Ովքեր արդեն ծանոթ են իմ տեսակին, իմ բնույթին, իմ ոլորտին եւ իմ աշխարհին, արդեն կպատկերացնեն, որ արտասովոր ոչինչ չեմ ասում, բայց ովքեր որ նոր են միանում, խնդրում եմ հետևեք Հայ գյուղի էջին, միացեք գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում էջին եւ եկեք միասին զարգացնենք գյուղական զբոսաշրջությունը համայնքներում։ Շատ հաճախ, երբ որ մենք մասնակցում ենք տարբեր դասընթացների, բիզնես ֆորումների, կոնֆերանսների, եւ մեզ սովորեցնում են հողից շուկա շղթան, ինչպես զրոյից սկսել սեփական բիզնեսը եւ այլն, ու վերջերս լսեցի մի արտահայտություն, որը ինձ մտորելու առիթ տվեց, եւ քանի որ ես սիրում եմ ամեն անգամ մի նորամուծություն մտցնել իմ կյանք, որպեսզի այն էլ ավելի հետաքրքիր դառնա, անմիջապես ծագեց հետևյալ միտքը։ Երբ որ բիզնեսմենների ներողություն, մենթորները, ովքեր սովորեցնում են ինչպես դառնալ հարուստ, ինչպես ունենալ սեփական բիզնեսը, շատ հաճախ ստատիստիկան ցույց է տալիս, որ այդ մարդիկ ոչ շատ հարուստ են, ոչ էլ ունեն սեփական բիզնեսը։ Պարզապես նրանք լավ դասընթացավար են, լավ մոտիվացնում են եւ ես նրանց լիովին հասկանում եմ, որովհետեւ ինքս էլ այնքան եմ այս ոլորտի մեջ թրծվել, ներծծվել, այնքան եմ մտել այս աշխարհ, հենց ուսուցման, կոնկրետ գյուղական զբոսաշրջության, որ երբևէ չեմ մտածել եւ նաեւ իմ ՀԿ մտածելակերպը թույլ չի տվել, որ ես ինքս կարող եմ ունենալ իմ սեփական բիզնեսը, որովհետեւ եթե ես ամբողջ Հայաստանում շրջում, Հայաստանի գյուղերով եւ ասում եմ, որ գյուղական զբոսաշրջությունը լավագույն եկամտաբեր բիզնեսն է, որը շատ գումար չի պահանջում, այլ պահանջում է աշխատասիրություն, ցանկություն, ոլորտային կրթություն, անդադ ուսումնասիրել, նոր եզրեր գտնել, նոր բաներ ավելացնել, որը որ չի կիրառվում Հայաստանում եւ լինել տարբերվող եւ հետաքրքիր, այդ ժամանակ մեր հյուրատունը իմ վրայով մրջուներին քայլ։ Մեր հյուրատունը կլինի ճանաչված, կլինի տարբերվող եւ երբեք զբոսաշրջիկի պակաս չունենք։ Ամեն անգամ դասընթացների ժամանակ, երբ որ խոսում եմ, ասում եմ մարդը, ով իր տունը դարձնի հյուրատուն, նա ընդհանրապես կարիք չի ունենա այլ տեղ աշխատելու, որովհետև իր կյանքը այնքան կլինի հագեցած, որ հազիվ հասցնի իր հյուրատան հաճախորդներով զբաղվել, բայց նաև ստատիստիկան ցույց է տվել, որ մենք դիտարկում ենք գյուղական զբոսաշրջությունը ամռան 3 ամիսները միայն եւ 9 ամիս պարապուրտի է մատնվում մեր տունը, հետեւաբար մենք եկամուտ չենք ունենում։ Իսկ ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ. եթե մենք մեր տունը դարձնում ենք հյուրատուն, այն է B&B, որը թարգմանաբար կոչվում է Bed and Breakfast, ապա մենք պետք է ազատ օր չունենանք ամսվա մեջ եւ կոնկրետ ես իմ մասին խոսելիս ասում եմ, եթե ես ունենամ հյուրատուն, այսինքն եւ դառնամ հարկատու, հետեւաբար ամեն ինչ կանեմ, որ իմ հյուրատունը զբաղված լինի ամեն օր։ Հիմա անդրադառնամ բուն թեմային եւ ասեմ ինչ եմ մտածել։ Մտածել եմ, որ այս ուղիղ եթերները, որ ես ձեզ հետ կիսվում եմ ամեն անգամ, կտեղադրեմ իմ YouTube-յան ալիքում եւ կտեղադրեմ սերիաներով, այսինքն սա կլինի reality շոուի նման նախագիծ, որը որպես օրինակ յուրաքանչյուրի ցույց կտա իմ քայլերը եւ մենք միասին կպլանավորենք, կհետևենք իմ քայլերին, դուք ինձ խորհուրդներ կգրեք, ինչպես դարձնել տունը հյուրատուն եւ պատմեմ հիմա որտեղ եմ ես գտնվում, մինչ շարունակելը իմ խոսքը։ Տունը, որ ձեզ ցույց եմ տալիս, տեսեք, շատ անխնամ այգի է եւ սա մոտիկացնեմ, որ վեր չկենամ, խոտերի վրա տեղավորվել եմ հազիվ։ Հետո տան ներսն էլ ցույց կտամ, բայց դա հաջորդ սերիաներում, սերիալի նման պետք է սպասեք։ Սա տունն է, շատ փոքրիկ տուն է, տան զանգ ստացա, հուսամ իմ ձայնը լսելի է, կխնդրեմ արձագանքեք։ Ուրեմն սա տունն է, որը ցույց տվեցի ձեզ հեռվից։ Մակերեսը ընդամենը 45 քառակուսի մետր է, այսինքն մեծ չի եւ կհետևեք, որպեսզի տեսնեք նաեւ ներսը հետագա սերիաներում։ Ահա, այս մեր ամբողջ տարածքը 500 քառակուսի մետր տնամերձ է, ես
ինչու եմ ամենա այս վատ վիճակում ցույց տալիս, ծառերը չետված եւ այսպիսի մի խորդանոց, որը նույնպես մտածում եմ, հետո կպատմեմ ինչ եմ անելու եւ այս տունը մենք գնել ենք երկար տարիներ առաջ եւ այն միշտ եղել է դատարկ, ժամանակ չենք ունեցել գանք այգով զբաղվենք եւ այն գնել ենք պատերազմից հետո, հենց այն ժամանակ իմ մոտ միշտ այդ մոտիվացիաները լինում են տարբերվող եւ այդ ժամանակ, որ կար վախեր մարդկանց մոտ, երկրից հեռանալու մասին էին բոլորը խոսում եւ անվտանգ չի երկիրը եւ այլն, կհիշեք 20 թվականի այդ զրույցները, հենց այդ ժամանակ էլ մենք ամուսնուս հետ քննարկեցինք, որոշում կայացրեցինք եւ այս տունը գնեցինք ինքներս մեզ եւ մեր շրջապատին նաեւ հավաստիացնելու համար, որ մեր երկիրը ամենաանվտանգ երկիրն է եւ ամեն մարդ իր երկրում է արժեք եւ հետեւաբար մենք այստեղ տերն ենք մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքի եւ ամեն սանտիմետրը յուրաքանչյուրինս է եւ այդ տարածքի 500 քառակուսի մետրի վրա հիմա գտնվում եմ ես։ Ինչ եմ անելու ես, որպես այդպիսին բոլորս էլ, ես լինելու եմ անկեղծ, բոլոր քայլերը ներկայացնելու եմ ձեզ եւ ցանկանում եմ, որպեսզի դուք լուրջ վերաբերեք, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսը ունենալ, իրենց հյուրատունը, կենտրոնանան եւ քայլերով նաեւ գրեն իրենց գործողությունները։ Ասեմ, որ այս տարածքում շատ մրջուն կա եւ նաեւ երևի նրանց դեմ պետք է պայքարել։ Թողներեն ինձ բուսակերները։ Ինչի մասին եմ ուզում կիսվեմ հենց այս առաջին սերիայում, որ մարդիկ ասելու են այո մենք ունենք տուն, բայց չունենք հնարավորություն, չունենք գումար, բայց այսպիսի տարածքի վրա ես ենթադրում եմ, որ 2-3 հազար դոլար ներդնելու դեպքում, մաքսիմում թիվն եմ դա ասում, մենք կունենանք իդեալական հյուրատուն։ Ինչ ենք անելու մենք, անելու ենք բնապահպանական նկատառումներով, անպետք իրերին երկրորդ կյանք տալու գաղափարն ենք կիրառելու, իմ ձեռքով եմ օրինակ ներկելու լուսամուտը երեխաներիս հետ դուռը, դարպասը ու ես այս ամբողջը ձեզ ներկայացնելու եմ եւ ֆոտոշարք եմ անելու մաս առաջին, մաս երկրորդով եւ վիդեո հոլովակով եմ ձեզ ներկայացնելու, որպեսզի օրինակը լինի ընկալելի, հասկանալի, որպեսզի մենք ընդունենք, որ անհնարին ոչինչ չկա եւ պարզապես պետք է ցանկություն եւ մեր ցանկացած երազանք կդառնա վերկացենք գաղափարի եւ կդարձնենք իրականություն։ Հիմա ես ավելի մանրամասն, երբ որ պատրաստվում էի նկարեմ, Կարենը այնտեղից ասում է, դե նա ես Բաքում էս տարբեր բաներ են թափած եւ այլն, պետքա կարգի բերել նոր, բայց երբ որ բացատրեցի, որ գաղափարի իմաստը հենց դրանում է, որ մենք ցույց տանք, տեսեք ես ինչքան մրջուն ունենք, բայց մրջունի համար նայեք, ուր եք դուք մրջուններ, տեսեք երևում է։ Սրանք ամբողջը վնասում են ծառերը, իսկ մենք ծառեր ունենք շատ։ Հիմա ցույց եմ տալիս ամենավերևի հատվածից, իհարկե սա պետք է լիներ ավելի կտոր, բայց արդեն ամեն անգամ անդրադառնելուց կփորձեմ ավելի կարճ անեմ սերիաները։ Մենք պետք է այս ամբողջ մոշը մաքրենք տարածքը, եթե ձեր բակի մոշը անփուշ մոշ չի, պետք չի, որովհետև վեր է ածվում հետագայում մացառների։ Սերկևիլ, տանց, ծառերը հին են, այս տիպի ծառերը առհասարակ մարդիկ իրենց բակերից կտրում են, բայց ես դրանք չեմ կտրի, որովհետև հենց անտառի էֆեկտն եմ ուզում ստանամ եւ մենք գեղեցիկ կետենք, այստեղ կտեղադրենք սեղան ու աթոռներ, որպեսզի մեր հյուրերը, զբոսաշրջիկները գան եւ ամռանը իհարկե դրսում անցկացնեն իրենց ժամանակը, բայց ավելի շատ ձեր ուշադրությունը ցանկանում եմ գրավեմ հենց ավելի անմխիթար վիճակի վրա, ոչ թե ուզում եմ էսթետիկ տեսքը ցույց տամ, ունենք սև հաղարջ, իդեպ հաղարջը բազմանում է կտրոններով եւ մյուս տարի ես սրանք
կբազմացնեմ եւ ձեզ կնվիրեմ, սալոր ունենք, յասաման ունենք, խաղող ունենք եւ այս ամենը նույնիսկ ավելուկ ունենք։ Եթե սկեսուրս հետս կար, նա անպայման կհավաքեր։ Այստեղ երբեք կենթանիներ չեն եղել, հողը մաքուր է, սա մանուշակի թփերենների վայրի վիճակ, այսինքն սա փոքրիկ 500 քառակուսի մետրանոց անտառ է, այստեղ ինչ որ աղբ դեռ նախորդ երևի տերերից։ Հա, մոռացա նշեմ, որ երկար ժամանակ տվել էինք անվճար, բնակվում էին մարդիկ, մինչև իրենց համար կացարան գտնեին։ Դուք ֆիքսեք բոլոր ավելորդ իրերը, աղբը, որը որ մենք դեն ենք նետելու եւ եկեք նաեւ ժամկետներ նշենք, որովհետև ցանկացած գործ սկսելուց առաջ անհրաժեշտ է նշել ժամկետ։ Անգլերենում կամ մեր ծրագրային լեզվով երբ որ խոսում են, ասում են deadline ունեք, հետևաբար եկեք նշենք ինչքան ժամանակ եմ ես ինձ տալիս իմ խիտ ծանրաբեռնված գրաֆիկի հետ մեկտեղ տեղավորել նաև այս ռեալիզի շոու սերիալը, որի վերջում ես կունենամ իմ սեփական հյուրատունը։ Առաջին խնդրանքս հետևյալն է, առաջարկեք անուններ, ես իմ տարբերակը ասեմ, ուզում էի սկզբից գրեի խրճիթ, բայց որոշեցի քննարկեմ ձեզ հետ, որովհետև երբեմն լինում է, որ այնպիսի խորհուրդ են տալիս կամ նայում են ու այնպիսի մի լավ բան են գրում, որ դրանով ոգեշնչված դու ճիշտ ուղղություն ես ընտրում, խրճիթ, հյուղակ, հանգրվան, իջևանատուն եւ այլն, բայց իջևանատունը երևի ավելի ճամփեզրի կենտրոնական ճամփեզրին գտնվող հատվածի համար է, նաև դուք առաջարկեք անուններ, մենք կդնենք քվեարկության եւ հյուրատանու անուն կտանք, որովհետև նաև դուք, երբ որ որոշեք ձեր բիզնեսը սկսել եւ ձեր տունը դարձնել հյուրատուն, հիշեք, առաջինը ինչ է անում մարդը, ծնողը, երբ որ երեխան ծնվում է, նրան տալիս է անուն։ Հետևաբար, ձեր բիզնեսը սկսելուց առաջ պարտադիր այն պետք է ունենա անուն։ Խնդրում եմ ընտրեք իմ նորաստեղծ գաղափարին անուն եւ մենք միասին քայլ առ քայլ կյանքի կկոչենք իմ վաղեմի երազանքը եւ կստանանք հյուրատուն, հիշելով, որ բնապահպանական նկատառումներով գումար տնտեսելու նկատառումով մենք պետք է անպետք իրերին տանք երկրորդ կյանք, ներկենք օրինակ հինաթոռները, կահույքը, որը ես ձեզ ընթացիկ ցույց եմ տալու եւ այն աշխատանքները, ինչը կարող ենք անել մենք, չվճարենք վարպետներին, գումար չծախսենք եւ անպայման քայլ առ քայլ գրենք ծախսերը։ Ես դա նույնպես անելու եմ, ներկայացնելու եմ ձեզ բոլոր քայլերը, սպասում եմ անվանը եւ ինքս ինձ տալիս եմ 1 ամիս ժամանակ, 1 ամիս ու մի քիչ լավ, մինչև մայիսի վերջ, այսինքն ես հունիսի 1-ին պետք է գրեմ, որ այսօր մեր հյուրատան բացումն է, ֆիքսեք դա, իսկ դուք կլինեք իմ ժյուրին, դատավորները, խորհրդատուները եւ մենք միասին այս գեղեցիկ տարածքը կդարձնենք փոքրիկ հյուրատուն։ Ես կարծում եմ ոչինչ հենց այնպես չի լինում, որովհետև մի քանի անգամ մենք պլանավորել էինք վաճառել այն եւ անգամ վերջերս նույնպես հայտարարություն դրեցինք, որովհետև պետք էր, բայց հետո 2 օր առաջ ես այսպիսի որոշում կայացրեցի, ինքս ինձ ասելով, որ անհնարին ոչինչ չկա, լուծելի են բոլոր խնդիրները եւ որոշեցի, որ ես վերջապես ոլորտում 15 տարի լինելով միայն ՀԿ մտածելակերպի տեր մարդ, պետք է ունենամ իմ սեփական հյուրատունը, որը կկոչվի բազմակետեր եւ սպասում եմ ձեր առաջարկներին։ Ձեզ ասում եմ ամենալավն ու բարին, շնորհակալ եմ, որ հետևում եք իմ էջին, շնորհակալ եմ, որ ոգևորում եք ինձ եւ արև ձեզ։